Առանց մի այնպիսի ճաշատեսակի, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը սեղանին ունեցել է դա։ Դարեր շարունակ մեր ժողովուրդը մաքարելով, ապրելով, հասնելով մինչև մեր օրերը, միշտ իր հոգու խորքում պահել է իր ազգային ավանդույթները, իր ազգային արժանապատվությունը, իր ազգային եսը, գենը, կոդը, որ մնացել ենք մենք աշխարհի բոլոր ազգերից առանձին եւ ուրույն հայ ժողովուրդ։ Եվ ես առաջարկում եմ հայ ժողովրդի օջախի ամենահամեղ պատառը, ամենահամեղ ճաշատեսակը, հայկական ավանդական խորովածը։
Հետագան կենացը ես համոզված եմ ես առաջարկած կենացը միջանկյալ եմ ուզում խմել և դա բոլորից պարդ է և համամիտ են բոլորը ինձ հետ հուսով են։ Եկեք բոլորս միասին, ուրախություն, բայց մենք երբեք չմոռանանք մեր նախնյանց, մեր անցյալներին։ Եկեք բոլորս միասին հոտնկայս հիշեք մեր բոլոր հնչեցյալներին։ Դա լինի ցեղասպանության ժամանակ ընկած մեր հայրենակիցներին, հայրենական մեծ պատերազմում, Արցախյան ազատամարտում, երկրաշարժի անմեղ զոհերին, բոլորների, եկեք բոլորս միասին հոտնկայս հարգենք, հիշենք և մեր ուրախությունը շարունակենք, թող Աստված ողորմած լինի բոլոր հնչեցյալների հոգիներին։ Ես այս բաժակով առաջարկում եմ խմել մեր զույգ ծաղիկների ծնողների կենացը։ Առանց իրենց հուսով եմ մենք այսօր չենք կարողանա համախմբվել, մեկ-մեկու դեմքի նայել, ժպտալ, պարել, ուրախանալ և կենացներով մեկս մեկի ողջունել։ Ես խմում եմ Մարտիրոսյան, քո կենացը, Տիկնոջդ կենացը, թող քո աչքը լույս լինի, թող քո շեմը ծաղկի, բարգավաճի, այդ նոր տնկած կաղնի թող երկար իր կյանքը վայելի և դալար շիվերով ընդլայնվի և օջախը լծվի ժողովրդական ասածով ճիժ ու պիժով թող լծվի օջախը։ Աշոտ ջան, կենացը, Տիկնոջդ հետ միասին, առողջություն, երկարակեցություն, լավն ու բարի, թող ձեր աչքը լույս լինի, ձեր զավակների սեր ու միությունը թող հավերժական լինի, թող կանաչ ճանապարհ լինի, մեր սիրելի նորապսակների ծնողների կենացն է, ով ցանկություն ունի կարող է խոսել և կարող ենք ընդհանուր միասին խմել, մեր զույգ ծաղիկների ծնողների կենացը, Մարտիրոսի և Տիկնոջ կենացը, Անայի, Աշոտի և Անժիկ Միլացի, Անժիկի կենացը։ Չեք, նայիտ են չի կուլար։ Անժիկ չեն թու Միլացի, իրանք թողացելի։ Ես բաժակով եկեք խմեն ծնողների կենացը, Աստված թողա պատասխանի օջախին անդուհացը։ Ես բաժակով եկեք խմեն ծնողների կենացը, Աստված թողա պատասխանի օջախին անդուհացը։
Սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ այս գեղեցիկ օրը, այս պատվավոր օրը իմ սրտի խոսքը ասեմ այս գեղեցիկ օրվա համար ես գեներալ մայոր Անդրանիկ Մակարյանն եմ Գետապ գյուղի և հատկապես Գրիգորյանների Գերդաստանի անբաժանելի մասը ես ուզում եմ ասեմ, որ 30 տարվա ծառայության 24 տարին կապված եմ այս գյուղի և այս Գերդաստանի հետ։ Ինչ է պետք զինվորականին։ Առաջին հերթին գրագիտություն։ Դրա կարիքը չկա։ Մենք ամեն ինչով պատրաստված ենք։ Բայց զինվորականին լիարժեք ծառայելու համար անհրաժեշտ է նաև ոգի։ Այդ ոգին, որ ես ստացել